Բարի լույս ժողովուրդ ջան, ինչպես եք։ Հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես արթնացել եմ, մեր մոտ ժամը 9:30 է։ Այսօր հաստատ առավոտյան են գալի երկու կլիենտներս եւ ես սպասում եմ իրենց, ճաշը դրեցի վրան, այսինքն ճաշվորն այսօր պատրաստում եմ ծաղկակաղան բեշամելով, ջեռոց, Սերժը շատ է սիրում եւ երկու հատ կոտլետներ հանեցի, ստեյք էլի, այդպես հիմա էլ նստած մտածում եմ ինչ հետ անեմ որպես առաջին երևի մի փոքր սուպ անեմ, ապուր անեմ, հա, տենց բան է ժողովուրդ ջան, մի փոքր բողոկոլի ունեմ, երևի թե բողոկոլիով ապուր կսարքեմ, այսօր ծաղկակաղամբային ընտանիքի ճաշեր եմ պատրաստում էլի։ Ժողովուրդ ջան, ձեր Անահիտը չկան, այսօր մեր մոտիվացիա, մեր հրաշք, կլիենտներս գնացին, հաճախորդները, շատ հավանեցին, հավանում են հավաքածուն, ասեմ ձեզ լինում է հավաքածու, որ այդքան չեն հավանում, բայց այս հավաքածուն իրոք ինքը տարատեսակ բաներ կան, և ես դրա համար ուրախ եմ, հիմա քանի որ ձեր Անահիտը չկան, ունի մի պրոբլեմատիկ մի բան, Սա ռազմերներ են, որ ես գնում եմ, որպեսզի աղջիկներ կան փորձեն, փոքրիկ ռազմերների։ Դեմ սիրելիներս, եկեք հիմա ես մոտիվացիան գնաց, զալը հավաքեմ, չէ, ես ասի հեռախոսա, զալը հավաքեմ, խոհանոցը հաց եմ կերել, Սերժը գնաց, ես թողել եմ այդպես, ուզում էի, ցանկանում էի մի հատ վառարանի ապակին լվանամ, բայց դժբախտաբար չեմ կարող, քանի որ Ջանիս քեզի ուրբանի, վառարանի դուրը բավականին տաք է, և ես այն չեմ կարող։ Հիմա գնամ մի հատ բերեմ սեղ մի բան եմ տեսնում մաքրեմ և անցնեմ խոհանոց, գնացինք։ Ուրեմն ձեզ ասել եմ, չէ, որ մի հատ երիտասարդ չեչենի եմ գտել, այնքան լավն է, այնքան մոտիվացնող աղջիկ է, նայում ես ուղղակի հաճույք է ստանում, ոչ մի ձևականություն, ոչ մի ավելորդ խոսքեր, ասեմ ձեզ, գիտեք ոնց, որ իմ նման, ընտանեկան, տնական, ու գիտեք ամենակարևորը որն էր, մաքրություն էր անում, խալի էր լվանում, երևի ինչ-որ մեկը մի հատ հիմար բան էր գրել, տխմար գրել, ասեց լվում ասում
Իմ բլոգները ընտանեկան բլոգ է։ Սա մոտիվացնում է, օրենքը որ գործանում ինձ մոտիվացնում է։ Ասեցին չեք քննադատում։ Ես չեք դու, ձեր դուրը չի գալի, не хотите, не смотрите։ Շատ հանգիստ, շատ կուլտուրական։ Այնպես որ նմանապես ասում եմ նրանց, ովքեր չեն հասկանում, не хотите, не смотрите, дорогие мои друзья, գնացինք լավ։ Ահա սիրելիներս, Armageddon-յա։ Նիչիվո։ Նա քան մաքրեմ, լրի ձվերը մաքրեմ եւ հենց սելոֆանով դնեմ սառնարանը։ Այսօր պատրաստեցի ստեյք կոտլետները, մեր կոտլետները։ Ֆրանսիացիները գիտեք, չէ՞, կոտլետներին ասում են չալաղաջ։ Չալաղաջին ասում են կոտլետներ սիրելիներս։ Պատրաստեցի բեշամելով, ծաղկակաղամբով բեշամել, միս, և միսը պատրաստեցի հենց սրա վրա, սա գնա ջրի տակ, և պատրաստեցի վելյուրնի ապուժը կաբաչկան։ Չգիտեմ, լերույա մոտիկ ասակ, մի քիչ մոտիկ ասեմ երեխեքին։ Սա այսպես, սա ասպես շոքից է գնամ ես վերխս հանել, բնեց մի մոմենտ մրսում էին, մտավ ասեցի նա դուշ ընդունեմ, այստեղ, ես միրգ չեմ ուտում, ես այսօր որոշել եմ նարինջ ուտեմ, մի քիչ միջ, ժամը 4-ի կողմերը մի հատ նարինջ կարելի եմ ուտել, աղբուրը, այստեղ սրան է, այ, Что делаешь, Сергей? Я правоскочил. А? Такой правоскочил, правоскочил. C'est-à-dire Правоскочил. C'est-à-dire свежо. Je vais chercher de l'eau. Да? Ah, tu fais quoi? Boire? Tu es où? Des fois, si tu descends à la ferme, tu me le dis. Ouh, c'est chaud. Hein? Si tu descends un jour chez Hubert, tu sais, pour les vaches. Ah, il n'y a pas de vaches? Non. Il n'y a pas de vache. Oui, Il n'y a pas de vache. et si tu vraiment tu fais quoi là? Tu es où au bois? En face, mais plus là-bas. Не провошение ты, конечно, не оборвись. То, что понял. Может, не оборвись, мне как не оборвешь. Avec les yeux que tu parles, c'est quoi? Khosma, это флажки, c'est ça? Ouais, c'est Dieu. Tu es Eric Mamaït, Boston, Belé. Բայց քանի որ ես չունեմ ոսկ, եկեք ես ոսկը ամբողջությամբ դատում իմ ամանի մեջ, ներող լինի մայիսը, հետո կգնեմ կտամ իմ, մեկ երեխեք գնեմ տանեմ, կասի, յա, բարը ճան, իտ որ դարար տենց, հիմա սա, ամենսն, ճիշտ ասած գտացեցի չլվանամ, բայց պետք է լվացվի, քիչ կաթացել էր. Եկեք սա դասալերեմ,
Քաշեցի մեքենան, իստում այնտեղ բան չկա։ Գնաց, մի հատ պտտացնենք եւ շարունակենք իմ գործը։ Գիտեմ, որ շատերը իմ նման սիրում եք այս կոնտենտը։ Եվ գիտեք սա ինչ է, սա էլ է մի դաստիարակչական մի բան, որ երբեմն ասում ենք հոգներ են բան, մեջքս է ցավում, ոտքս է ցավում եւ վերցնում ենք մեր քուղաժը, այսպես ասած ֆրանսիացիներին, համարձակությունը եւ անցնում ենք գործի։ Բայց դուրսը մի հրաշք, խոսի շատ եղանակ է։ Ես հեսա հագնվեմ, բոթասներս փոխեմ, հագնեմ իմ հոկա բոթասները, քանի որ հոկաները եմ շատ քայլում, դնեմ նակալենի ոտքս, որտեղ ամրագրման այդ օրենքով վաղներ, ես այն հետաձգեցի եւ պետք չի իմ ոտքս, որ ճճտա, ահա սիրելիներս, հիմա ես բերեմ այստեղ, մի տեսակ մութ է, չգիտեմ ինչու, իսկ հիմա ժամանակը չի իմ հեռախոսի փչանալը, եթե հեռախոսս փչացավ սիրելիներս, դուք մնում եք առանց բլոգի և դա ոմանց կտխրեցնի, իսկ ոմանց էլ կուրախացնի, ուրա! Վալա։ Որ ամեն օր մաքրենք, ինձ թվում է, մեր հետևից այդքան շուտ չի կեղտոտվի և կարիք չենք ունենա ուբորկա անելը։ Ես չեմ հասկանում, ես ինչ է սրա վրա, ինչ է թափվել, էլ ուր եմ մաքրեցի, վերջ, մատնահետքեր Սիրգեի ես կողմից էլ, այդպիսի բաներ երեխեք ջան, դա Դավիթը պիտի գայլ ես շաբաթ, էդ էլ դժբախտաբար իմ սիրուն Կարլիտաս, գործի տեղը, ոտքը աստիճանից սղացել ընկերա Գալինաստոպը ուռելա դվայնոյ կողմից, Դավիթ ասեց մամ, ասեցի նո, չգակ ասեցի, որովհետև իրանք հետո պիտի գան մամայի տարեդարձի համար, ասեցի, որ չգակ, որտեղ ոտքը ուռած, 4.5 ժամ ներքև է դրած, խեղճ երեխեն զանգ է վախեցած լաց է, ասեցի ոչինչ այ ցավը տանեմ, կեսում մայրիկի ոտը ամսամեջ եթե մի անգամ չորորվել էտի ուրեմն լավ է, ասեցի կանցնի, ոչինչ ասեցի եթե ուռածա, զանգեցին ինձ, ասեցի եթե ուռածա առանց ռադիոյի մայրոյի, Գալինաստոպի անտողս, այսինքն Գալինաստոպն ալորվել, եթե ուռած չի ուռել, բայց ցավում է, ուրեմն կոտրվել է, իմացած եղեք երեխեք ջան, փորձ ունեմ էլի կյանքի բոլոր կոտրվածքների, ձեռքի, մատների, այս սրա, Ես որ իրիկունը գալիս էի վախեցած ամբողջ գիշեր ասում էի, եթե աչքս չէր փակվում, ուրեմն ջարդված էր, իսկ եթե ցավում էր, բայց քնում էի բանտեց, ուրեմն Գալինաստոպ նորորված, այդքան բան երեխեք ջան, իմացեք։ Սա այստեղ պրենք, սա էլ այստեղ թող չորանա։ Հիմա խալին տանեմ դուրս թապտամ։ Երեխեք, եկեք տանեմ ձեզ իմ հետ դուրս։ Ափսոս, որ չեմ կարողանում փոխանցել այս գեղեցկությունը։
Տեսնում եք ինչ արագ ձևով մաքրեցինք խոհանոցը միասին։ Ես այնտեղ մի հատ բան եմ տեսնում, տեսնեմ շամպինյոն, հա, դրա։ Բայց ես չեմ հասկանում, էս ինչ ասես։ Մի հատ էլ գնամ տեսնեմ կամ։ Ամբողջ էս խլութները հողս էս մտցնում են, քանդում, հողը հանում մեջի։ Չո это такое։ Ես գիտեի թե սում կա երեխեք։ Հələ գնանք սատիկ-տատիկ ինչա ծաղիկները հանե դուրս։ Բրել ես։ Սա ուղղակի պիտի զգաք և տեսնեք։ Սա հրաշք է։ Ժողովուրդ ջան։ Հանել է ծաղիկները մայրիկը դուրս։ Բայց ինչու չգիտեմ, եկեք հարցնենք ջան։ Մամանյա։ Ծիկ։ Այդ ինչու եք ձեր ծաղիկները հանել դուրս, Սատիկ ջան։ Երեխեք ջան, լավ ջրել է, սիրուն։ Այս ծաղիկները գիտեք ինչ է դրել դուրսել, բան արել, մաքրել է, դրել է, որ օդափոխվի, ջրել, խնամում է, իր երեխայի պես խնամում է, երեխեք ջան։ Ահա սիրելիներս եկա և անցնեմ արդեն բիոսոսիկ։ Պատկերացնում եք, ես այնքան զբաղված եմ, նկատած կլինեք, որ ես պատկերացեք ժամանակ չեմ ունեմ, անգամ որ հավաքում եմ կամա, ժամանակ չեմ ունենում, որ նկարեմ ինչ-որտեղ, որտեղ գիտեմ շատերը սիրում եք մոտիվացիոնի բլոգներ, բայց ասեմ ձեզ, որ այս շաբաթ իմ մոտ մի քիչ հանգստի, այսինքն հանգստի որ չեմ կարող ասել հանգիստ, բայց գոնե թե կարող եմ ինչ-որտեղ մի քիչ տան գործերով զբաղվել։ Ուրեմն նայեք, հիմա ժամը 3:10, ասեմ իմ պլանինգը։ 3:10 եւ ես պետք է թղթաբանական գործեր անել։ Մտածում գնամ քայլեմ, ասեցի չէ, ավելի լավ ամբողջը ավարտել, նոր գնամ իմ գործին։ Երեխեք խալին թողել են դուրս եկել։ Այ քեզ բա։ Խալին թափի տվել, լավ խալին դրեմ ու անցնեմ մի հատ իմ ննջասենյակը դասավորեմ։ Ճիշտ ասած եկա ասեցի մի հատ դասավորեմ այս սենյակը, բիժուների տեղը բան, մեկ է տնամ Սիրգեյն ա զանգում։ Ասեց ան երբ ես դուրս գալի քայլելու, ինչ ա եղել, մատս եմ կտրել, փայտ ա անում, մատն ա կտրել, ասեցի հեսա գալիս եմ, ասեցի ամեն ինչը թողնեմ կիսատ գամ, դե լավ ժողովուրդ ջան, գնացինք միասին։ Գործերս կիսատ թողեցի, Սերժի համար գնամ մի հատ բան տանեմ, էտը լեկոպլաստ, մեկ էլ դիզինֆեկցիայի։ Այս երեք եղունգս եմ կտրել, ոտքիս ցավացնում ա։
Ես էլ ընդեղ երևի կանգնեմ չեմ։ Ես ո՞նց է ցխովում ոտքս։ Լավ չեմ կտրել եղունգս։ Ժողովուրդ ջան, ավարտեցի ամեն ինչ, մնաց մենակ բյուրոն եւ կողքի սենյակը, այդ իմ աշխատասենյակը։ Պատկերացնում եք, գիտեք ինչ, որ տները ընդհանուր մաքուր է։ Ստեղ ու բորկա չի, ստեղ ուղղակի դասավորվել է։ Մեքենա գալի հետևից։ Բայց երբ որ դու ցուրտ է երեխեք բարակ հագնեցի։ Բայց որ մի քանի օր չես հասցնում, օրինակ ասեմ, ուրբաթ, շաբաթ, կիրակի ես 3 օր իրար վրա ընդունում էի եւ պրեզենտացիաներ ունեի ու ժամանակ ուղղակի մաքրում հավաքում ես, բայց կան բաներ, որ կնոջ աչքը ինքը գիտի, որ հատակը չէի լվացրել, դե գոնե 3 օրը մեկ լվանում եմ պարտադիր, դե բնականաբար բանը, այդքան կեղտո չի, փոշին ուղղակի էլի։ Դրա համար դասավորելը բանում է, պահեստասենյակում մի բանը վերցած տեղը չդրած, Սերգեյ Սերգեյևիչը, որ ասենք կարող է մի 4 տուփ լինի, ինքը տակից է քաշում, բնականաբար կյանք է, պիտի ամեն ինչ էլ լինի, դրա համար ես հիմա այսօր տենց արագ մաքրեցի, որովհետև վաղ ամբողջ օրը տանը չեմ, հետո ինչ պիտի ասեի, չորեքշաբթի օրը, չգիտեմ, գրեցի ընկերուհուս, որ գնամ իր երեխայի բարձին, Սիլվիի, պիտի մի հատ Սիլվիի ֆերման է գնամ մի օր, ուզում եմ նկարեմ, ինձ թվում է շատերին կհետաքրքրի, Սերժի փայտերը ցույց տամ։ Այս ծառերը եկան կտրեցին էտեն օրը, հիմա ինքը գալիս տեղ սղոցով կտրում այդ այս բաներով, կլոր կոճղիկներ եւ տանում է դեպի մեր մոտ։ Այս ոնց է կանանչել սիրուն, տեսնես ծառս կանանչել, հեն այնտեղ էլ կա 2 հատ ծառ կտրած, այս ասա, այդ իր հարևանինն է, կտրել տվել է Սերժին։ Այստեղ են ասում, ձեռը լվում, 2 ձեռ լվանում, 2 ձեռը երես։ Վայ երեխեք, ոտքս ես ոնց է խփում ես բոթասի ծայրին։ Հիմա այդպիսի բան էր։ Էտա հիմա գնամ չգիտեմ որտեղ է։ Անուններ է տալի, հասցեներ, մտում շատ եմ իմանում, ես որտեղ եմ ապրում, մի հատ էլ այդ հասցեները։ Իրանք դե ինքս տեղի ծնված տղա է, ոնց որ մեր մոտ ասենք խոսքի, ասեն վերին շինգավիտ, ներքին շինգավիտ։ Դες բաներ երեխեք։ Դե լավ անջատեմ, արագ եմ քայլում, գնամ վիրավորված ամուսնուս բուժեմ։ Երեխեք, տեսա արդեն հերվից հենա գալիս է, տեսնում եք են ծառը մի վարկյան, մոտիկ ասնեմ միգուցե թե տեսնեք, տեսնում եք, թե չէ շատ խավար է, չես ես որ շատ մոտիկ ես անում, դե լավ գնանք դեպի, ձերները գրպանը գալիս է, բայց ասում եմ մատս նենց է կտրվել, անտատ արուն է գալիս, գնամ մի հատ բուժեմ, Սիրոժային, ես մտադրություն չունեի, այս ժամին քայլելու, բայց արդեն դուրս եմ եկել մի քիչ քայլեմ, հետո կամ մի քիչ հանգստանամ ու անցնեմ բյուրոյի գործերին։ Tu peux pas rester tranquille. Il faut que tu fasses des bêtises. Ասում եմ հանգիստ չես կարա, չէ՞ տեղը մենակ չարություն պիտի անես։ Այնպուր երեխեք կան, անտա դուրս են գնում։ Այս ծառերը Չքան է կտրել, ես մեկն էլ է կտրել։ Ուլալա։ Pourquoi il coupe? Parce que c'est mort? Oui. Որ ծառերը, որ արդեն մահանում են, կտրում է, որ։ Пробочка нету куцак и цак метров. Ага. Кукушнат. Ага, et tout? Clac et clac. Là, tu vas vers où? Hein? J'ai pas besoin de vaches. Ah, ça serait bien que tu viennes avec moi. Non, maman, est-ce que j'ai le temps? Я просто не получил это travail. Տեսակ ինչ ցույց տվեց, որ վրոջի բանը մատը մետրը ունի, որ սենց ձգում է, երկաթա, չէ, տես կտրել է բան, տենց բացատրեց, թե ինչ խոսա, դա միայն ինքը գիտի, տենց
բան է ժողովուրդ ջան, դե լավ, գնամ տուն, անցնեմ իմ գործից, սա բերեցի, մաքրեցի, կապեցի 3 անգամով։ Ինձ ասում 3 անգամ չես ասում, Սեր, մատը հաստոտ ասում, չի, այս կողմից հետո կպոկվի։ On համբեր, վրազ, շտապում ա։ Այ, այս լավ եղանակ, երեխեք ցուրտ ա, բայց լավ եղանակ ա։ Հրաշք է։ Ահա։ Սա ուղղակի։ Ամպերի գեղեցկությունը, այստեղ նայեք երեխեք, ոնց որ նկար ամպերին նայելով գնալու էի դեպի ամպերը, մեքենա է գալի հետևից։